Հայաստանի Հանրապետության կենսաչափական նոր անձնագիրը կլինի կարմիր։ Անձնագրի առաջին եւ վերջին էջերում Հայաստանի Հանրապետության ներկա սահմաններով ուրվագծային քարտեզն է, իսկ երկրորդ էջում Հայաստանի Հանրապետության զինանշանը։ Դրանց հետևի ֆոնին ճարտարապետական հնագույն զարդանախշերն են օգտագործվել։ Նոր անձնագրում կլինի նաեւ չիպ, որտեղ պահվելու են մարդու նկարը, մատնահետքը եւ փաստաթուղթն ավելի դժվար կլինի կեղծել։ Իսկ ինչու է նոր անձնագրի ձևավորումը դարձել քաղաքական բանավեճի թեմա։ Որովհետև խոսքը միայն գույնի կամ չիպի մասին չէ, խոսքը այն մասին է, թե ինչպիսի Հայաստան է ներկայացվում այդ փաստաթղթում։ Նոր անձնագրում այլևս կենտրոնական տեղում չէ Արարատ լեռը, փոխարենը պատկերված է Արագածը, իսկ խոր վիրապն այն ուղղություններից են պատկերել, որ չերևա Արարատը։ Ու սա արդեն շատերի համար պարզապես դիզայն չէ, այն խորհրդանիշների փոփոխություն է։ Քննարկման մեկ այլ առանցքային կետ քարտեզն է, այն ներկայացվում է Հայաստանի ներկայի սահմաններով, առանց Արցախի, եւ առավել զգայուն հարց է փաստաթղթում նշվող ծննդավայրի ձևակերպումը։ Այդ անձնագրերում նշված է լինելու անձի ծննդավայրն ու քաղաքացիությունը, այսինքն Արցախում ծնվածների ծննդավայրը գրվելու է Ադրբեջան, քաղաքացիությունը Հայաստանի։ Իշխանությունը սա ներկայացնում է որպես համապատասխանեցում միջազգային ստանդարտներին, ընդդիմախոսները որպես հերթական քայլ ազգային եւ պատմական շեշտադրումների նվազեցման ուղղությամբ։ Այսպիսով նոր անձնագիրը պարզապես անձը նույնականացնող փաստաթուղթ չէ, այն դառնում է անցագիր, ինքնության, հիշողության եւ պետական ուղեգծի մասին։